Կինետիկ քանդակները արվեստի գործեր են, որոնք շարժվում են ու ոչ միայն կենդանի են թվում, այլ նաև փոխվում են ժամանակի ընթացքում։ Սա արվեստի նոր մակարդակ է, որը մարտահրավեր է նետում մեր պատկերացրած անշարժ քանդակին։ Իսկ ինչպես է դա սկսվել։ Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ փորձել են շարժումը ներառել իրենց ստեղծագործություններում, բայց որպես լուրջ գիտակցված արվեստի ուղղություն կինետիկան ի հայտ եկավ դեռևս 20-րդ դարի սկզբին ֆուտուրիզմի ու դադայիզմի ալիքի վրա։ Մարսել Դյուշանը առաջիններից էր։ 1913 թվականին ստեղծեց հեծանիվի անիվը։ Դա պարզապես հեծանիվի անիվ էր, որը ամրացված էր աթոռի վրա ու պտտվում էր։ Սա դեռ պարզ կինետիկա էր, բայց այն բացեց դուռը։ Ալեքսանդր Կալդերը ամենահայտնի անունն է, երբ խոսում են կինետիկ քանդակների մասին։ Նրա գործերը կոչվում են մոբիլներ։ Դրանք թեթև կոնստրուկցիաներ են, որոնք կախված են առաստաղներից եւ շարժվում են օդի հոսանքներից։ Նրա ավելի մեծ ֆիքսված գործերը, որոնք ելի շարժվում են, կոչվում են ստաբիլներ։ Կալդերը ապացուցեց, որ քանդակը պարտադիր չի, որ անշարժ մնա, այն կարող է ապարել։ Հետագայում կինետիկ քանդակները դարձան ավելի բարդ, ներառելով էլեկտրոնիկա, մեխանիզմներ եւ նույնիսկ լույս։ Ժան Տենգլի, շվեյցարացի արտիստը, ստեղծում էր ֆանտաստիկ մեքենաներ, որոնք հաճախ ինքնաոչնչացվում էին կամ պարզապես աղմկում էին։ Նրա մեքենաներ, որոնք նկարում են, կամ Նյու Յորքի տուրտվանքը, որի միջալոց ոչնչացավ MoMA-ի բակում, քաոսի եւ արվեստի ֆունկցիոնալի մասին էին։ Նաում Գաբոն, ռուս-ամերիկացի արտիստ էր, կոնստրուկտիվիզմի ներկայացուցիչ, որը ասում էր. «Միայն շարժումն է կյանքը, իսկ արվեստի նպատակը այդ կյանքը բացահայտելն է»։ Հայաստանն էլ ունի իր դերն ու ուրույն տեղը։ Մեր ամենահայտնի ներկայացուցիչներից է Խանջյանը, ճիշտ է, նա հիմնականում գրաֆիկ ու մանումենտալիստ էր, բայց նրա կողմից ստեղծված Երևանի Կասկադ ջրային համալիրը ջրի եւ լույսի շարժման արվեստ է։ Իսկ օրինակ Նուրը կինետիկ քանդակ է ստեղծել ու տեղադրել Եգիպտոսում։ Այն իրանից ներկայացնում է 7 բրոնզե օղակից բաղկացած քանդակ, որոնցից ամեն մեկը լարած է համապատասխան նոտայի տակ։ Կինետիկ քանդակը մեզ ստիպում է մտածել ժամանակի, շարժման ու նույնիսկ քաոսի մասին։ Այն միշտ փոխվում է ու դու երբեք չես տեսնի նույնը։ Ոմանք ասում են ուղղակի մեխանիկա է, ես օրինակ կարծում եմ, որ արվեստ է։ Իսկ դու ինչ ես կարծում։